Հիմա մեր եւ Ադրբեջանի մեջ ինչ է կատարում։ 5 տարի է պետությունը մեր ներվերը ուտում է մի հատ շատ իրեն հարմար դաշնակցի հետ, որն է Ռուսաստանը։ 5 տարի է հայության հոգիները քրքրում են, հայությունն էլ մի հատված իհարկե, քանի որ մազոխիզմի հակում ունի, դրանց թեզերը վերցնում է, դրանց թեզերով կառուցում է ինքը իր մտածողությունը, իր պետության քաղաքականությունը եւ ինքը իր պետության կյանքը մխտարում է, բայց նայենք ինչ ունենք ընդհանրապես, կա դիսկուրս վատ հարագույն Ադրբեջանի կողմից չի ուզում հայության ընկալմամբ պատերազմ է հրահրում, բայց դրա կողքը կա զուգահեռ իրողություններ։ Դիսկուրսի մակարդակով ամեն ինչ ողբերգական է, իրողությունները խոսում են լրիվ ուրիշ բանի մասին։ Մենք պետք է նայենք ինչպես ենք մենք հասել այսօրվան, մենք պետք է սրան հասնենք, թե չէ։ Որտեվ երբեմն մեր վերլուծությունները հիմքից կտրված են, եւ դա լավ չի։ Բոլոր հաշվարկներով այն աղետը, որ իրենք բերել են մեր գլխին 44-օրյա պատերազմում, մեր ռուսասեր հայության մի հատվածի աջակցությամբ, բոլոր հաշվարկներով այս պետությունը պետք է չլիներ։ Եվ իրենք ինչ են ուզել ժամանակին մեզնից տարածել են մտել, ես պետք է տակ, են պետք է տակ, են պետք է տակ, եւ շատ ուրիշ բաներ, հեղաշրջում պետք է անենք, ես պետք է անենք։ Բայց ինքը ինչ է արել այս ընթացքում եւ Հայաստանի Հանրապետությունը ինչ է արել։ Հայաստանի Հանրապետությունը իրեն մի քիչ կարգ է բերել Եվրամիության դիտորդներ, Հնդկաստանի հետ ռազմական համագործակցության մեջ է մտել, Ֆրանսիայի ճարել բերել, Ֆրանսիայի հետ ռազմաքաղաքական համագործակցության մեջ է մտել, ԱՄՆ-ի հետ ռազմավարական համագործակցության փաստաթղթեր է ստորագրել, Ադրբեջանին են ստիպել գալ բանակցելու, որ ինքը չի ուզել, որտեղ այդ պետությունը բացի այն, որ չի ուզում, նաև ոչռային գործարքի մեջ է Ռուսաստանի հետ, նաև պարտավորություն ունի չուզելու, բայց բանակցել վերջացրել է խաղաղության պայմանագիրը ԱՄՆ-ում չուզելով իհարկե, բայց աշխարհի գերտերության նախագահի առջև խոստացել է, որ ինքը խաղաղվելու է եւ ստորագրել է համաձայնագիր։ Հիմա բայց կողքը կա զառոց, այս չեմ անելու, այն չեմ անելու, այն չեմ անելու։ Դեպի պետք է նայենք ինքը ինչ է ասում, մենք ինչ ենք ասում։ Մենք պետք է նայենք մեր շահերը որոնք են։ Հիմա գիտեք ոնց է, մենք բնավորություն ունենք, ասենք Թուրքիան չի ուզում դի հարաբերություն չհաստատել, Ադրբեջանը չի ուզում պետք է իր հետ չաշխատել եւ այլ, սա վատ մտածողություն է, մեր մտածողությունը օբյեկտիվ իդեալիզմի վրա է, խիստ դետերմինացված է, սրանից է բխում մեր գործողությունը։ Ես մեզ առաջարկում եմ այդ օբյեկտիվ իդեալիզմի կողքը կա սուբյեկտիվ իդեալիզմ։ Դու ինչ անես, որ այդ իրադարձությունը փոխես։ Որտեվ մենք ինչ ենք անում, որ նաև մեր աշխարհագրությունն էլ չէ, կա աշխարհագրական դետերմինիզմով ենք մտածում, մեր աշխարհագրությունը վատն է, վեճ դու մեռար, կա հանձնվենք սրան կամ նրան, բայց դու ինչ ես անում, որ դա փոխվի, կա սուբյեկտիվ իդեալիզմ գլխավոր դերակատարը մարդն է, օրինակ Երիտուրքերի ղեկավարները բոլորը նստել են ժամանակին ֆրանսիական համալսարաններում Օգյուստ Կոնտի սուբյեկտիվ իդեալիզմի փիլիսոփայության դասախոսություններին։ Եկել են մեզ մորթել գնացել են։ Այսինքն բայց մեր մտածողությունը լավը չի, այս մեկով պայմանավորել։ Ճիշտ է, ամեն ինչ վատ է։ Ենթադրենք Թուրքիան վատ է, Ադրբեջանը վատ է, Թուրքիան չի ուզում հարաբերություն, Ադրբեջանը չի, բայց մենք շարունակել ենք ապրել, թե չէ։ Սրանք իրենց թեզերն են։ Բայց իսկ վարչապետի ներկայացած ինչ է, դա Հայաստանի դիրքորոշումն է, Հայաստանի պետական շահերի պաշտպանությունն է, գործընթացը միջազգային հանրությանը առավել շատ ներկայացնելն է, բայց նաև ես ձեզ ասեմ, այստեղ կշիռների հարց կա, ո՞րն է կարևոր այդ զեկույցը, Ադրբեջանի նախագահի զառոցները այդտեղ, թե ԱՄՆ-ում ստորագրած փաստաթուղթը, ո՞րն է կարևոր։ Այսինքն այստեղ կարևորության աստիճանի հարց էլ կա։ Այն ԱՄՆ-ում ստորագրած փաստաթուղթը շատ ավելի կարևոր է, քան սա։ Իհարկե հիմա էլ տենց քննադատական բաներ կան, այս ԱՄՆ-ում ստորագրած փաստաթղթի հետ կապված, սա մեր բնավորությունն է, գիտեք ոնց է, Հայաստանում ընդդիմադիրության մշակույթը դիսիդենտության վրա է, անպայմանորեն հակառակով պետք է խոսեմ, որ տնեցիները ինձ ասեն, որ ես ընդդիմադիր եմ, սա լավ բան չի։ Մեր քննադատական մտածողությունը մազոխիզմի վրա է, անպայմանորեն հակառակում է, որ ես լինեմ ընդդիմադիր, սա լավ բան չի, հակառակով անընդհատ բան անել, նայեք,
ԱՄՆ-ում ստորագրած փաստաթուղթ ունենք, չէ։ Իհարկե, հիմա այստեղ տեսեք Հայաստանը աշխարհի գերտերությանը հրավիրել է Հայաստան, չէ, որ հայության երազների մեջ երբեք չի եղել։ Առաջին հանրապետությունից էլ չի եղել։ Չի եղել։ Մենք ԱՄՆ-ի հետ երբեք իրավապայմանագրային իմաստով հարաբերություն չենք ունեցել։ Վիլսոնը ինչ որ արել է, դա արել է մարդասիրական իմաստով, բայց մենք այսպիսի միջպետական պայմանագրեր չենք ունեցել։ Բայց տեսեք Հայաստան-ԱՄՆ ռազմավարական հարաբերությունները, բայց տեսեք Հայաստանի KGB-ի ամերիկամետները ինչ են ասում։ Ասում են դե բողոքում են մարդիկ։ Եվ երևի KGB-ից ասել են, ասեք սա Հայաստան-Ամերիկա չի, սա Թրամփն է արել։ Շարը գցեք Թրամփի վրա, հետո Թրամփի կվարկաբեկեք, գործընթացը կջրեք, կգնա։ Սա Թրամփով չի է։ Հիմա բայց հանկարծ մեկը ինչ չզանգի ասի, ես Թրամփին լավ ճանաչում եմ, Թրամփը կասես մարդը չի։ Մենք Թրամփով կամ որևէ մեկով չենք վերլուծում։ Մենք վերլուծում ենք պատմագիտական մտքով, պետությունների ստրատեգիական մտքի հիման վրա, տեսական գիտելիքի հիման վրա, ոչ թե ինչ-որ մեկի ցանկություններով։ Հիմա այս պետությունը Ամերիկա է բերել այստեղ, Եվրոմիության դիտորդներ կա, չէ։ Հիմա ես եմ հասկանալ, այստեղ Ադրբեջանի դիսկուրսն է կարևոր, թե իրողությունները։ Այդ դիսկուրսը ճիշտ է, սրանք մեր հոգին քրքրող դիսկուրսներ են։ Սա վատ է, սա հոգեբանորեն շատ է ազդում մեր վրա, բայց մենք ունենք զուգահեռ իրողություններ, չէ։ Այս մարդը ստորագրել է շատ բաներ, հետապես ինչ ասեմ, սրանք նաև հոգեբանական, տեղեկատվական պայքարի գրոհ է։ Մենք մի քիչ հուզական ենք։ Մեր հուզերի վրա շատ է ազդում սա, բայց սա կարծում եմ գլխավորապես հոգեբանական պատերազմի տեխնոլոգիա եւ ոչ ավելին է։ Ինքը մեր Հայաստանը ինչ արել է ընթացքում, համառորեն, դժվար, վերքոտ, հազար ու մի խնդիրներով շարունակել է համառորեն աշխատել եւ կարողացել է այս պետությանը ինքը 2 տարի զառը մեջ չեմ ուզում, բայց ինքը 2 տարվա մեջ այս այդ խաղաղության համաձայնագիր է ստորագրել, նախաստորագրել, ինքը ընդունել է Արմաթի հռչակագիրը, որ հայ ժողովուրդը մի հատ գիգանտ ունի, այն գլխից վրան գրած է որպես Հայաստանի հիմնադիր նախագահ, որ ինքն է ստորագրել, որ մեր ծապտուն չի հանում։ Այսքան մարդկային բան չկա մեջն։ Ինք դու ես ստորագրել, էլի։ Մի անգամ նստի բացատրի ինչ է դա, էլի։ Մի անգամ, ասենք ենթադրենք թույն ու թարախ եք շնչում, մարդ չեք, հակապետական եք ձեր, բայց ձեր ժողովրդի հանդեպ այսքան խղճահարություն չունեք, թող բացատրի, մարդիկ ասում են Ալմատայով է, չէ՞ տարածքային ամբողջականությունները, քարտեզները, չէ։ Հիմա 2 տարի քննադատություն կա, չէ՞ Ալմատի։ Թող նստի բացատրեր, այդ Ալմատին ինչ է։ Բայց չէ ինքը չի ան, որտեղ ինքը Հայաստանի հետ չի այդ մարդը։ Այստեղ մենակ հո Ալիևը չի, Հայաստանի ինչ հեղափոխական անցյալը Ալիևի հետ է։ Հայաստանի դեմ։ Իրար դեմ են, իրար հոշոտել են, աշակերտներով, մեկը երկու հատ աշակերտ է բերել, իրար հետ չունեն, բայց իրենք բոլորը հավաքականորեն Հայաստանի դեմ են։ Հիմա Հայաստանը այս բոլոր ազիմուտներով աշխատել է, չէ, եւ շարունակում է աշխատել համառորեն։ Բերել հասրել է այս մարդուն ԱՄՆ ստիպել է ստորագրել, հո այս մարդը ԱՄՆ չէր ուզում գալ։ Այսինքն սա իր դիսկուրսն է, բայց տակը կա իր արածները։ Հետևաբար մենք աշխատենք սրանով։ Լավ կլիներ, որ մեր ուժն էլ տեղը լիներ, մեր դաշնակիցների, մեր պետության հավաքական պոտենցիալը այնպեսին լիներ, որ մենք ուրիշ բան անենք։ Բայց մենք պիտի լինենք օբյեկտիվ։ Այսա լավ չի։ Մենք օբյեկտիվ իրականությունից շատ փախնում ենք։ Երբեմն մեր պորոտախոսությունները մեզ խանգարում են։ Թե ուժները ստեղ լինեն, ոչ թե իրենք կնստենք կոմունիկացիաների մասին կխոսենք, կմտնենք Նախիջևանը կվերցնենք, կպրծնենք, ոչ էլ ինքը վաղը մեսօր կխոսեր Զանգեզուրի մասին կամ ինչ բաների մասին։ Այսինքն ուզում ասեմ մի քիչ օբյեկտիվ լինենք։ Կա իրողություն եւ կա զուգահեռ իր դիսկուրսը, որը իր ասացի չի համընկնում։ Ինքը ասում է չեմ բանակցելու, բանակցում է։ Ինքը ասում է պատերազմելու եմ, պատերազմի հավանականություն չկա իրականում, որովհետև դրա համար կան բավարար հիմքեր։